Ողջույն սիրելի հետևորդներ, մի շատ հետաքրքիր տեսանյութ կա, որ այսօր ուզում եմ անպայման դիտեք եւ երկար ժամանակ անկեղծ ասած մտածում էի տեղադրեմ թե չտեղադրեմ, քիչ անց կտեսնեք ինչի մասին է խոսքը, որպեսզի երկար չխոսեմ, հետո տեսանյութը կդիտեք, հետո միմյանց հետ էլի կեզրափակենք, բայց ուզում եմ ասել, որ շատ հուզումնառատ օր եմ ունեցել այդ օրը, իրականում, քանի որ այս միամսյակը դեռ չի ավարտվել, նվիրում եմ բոլոր մեր կանանց աղջիկներին, տատիկներին, դիտեք, վայելեք, ներկա եմ գտնվել վրացական հայտնի բալետի խմբի Սուխիշվիլի խմբի համերգին, որը համարվում է աշխարհի 8-րդ հրաշքներից մեկը, իրականում ես ինքս չգիտեի, որ այդպիսի ճանաչում ունի այդ խումբը եւ շատ հանկարծակի եմ հայտնվել այդտեղ, կիմանաք շուտով, բայց քանի որ ունեի հնարավորություն այնտեղ լինելու, նկարահանել եմ ձեզ համար հատուկ դուք էլ տեսնեք, ովքեր որ չգիտեն կամ գիտեն խմբի մասին, ձեզ բոլորիդ բարի դիտում։ Ես գիշերային Ռոտերդամի սպահը անմահացնեմ, կամուրջը դարձել է մանուշակագույն, այսենց երուզերա, ժամը 8-ն է արդեն մեզ մոտ երեկոյան։ Ես ահավոր հուզված եմ, որտեղ հիմա ում որ հանդիպելու եմ 23 տարի առաջ եմ տեսել իրան, 2003 թվականի հոկտեմբեր թե նոյեմբեր ամիսն էր, Ախալցխայում Կարի համույթով շատ աննկարագրելի հիշողություններ ու աննկարագրելի զգացումներ է հիմա։ Իրար հետ տեսնվենք Ռոտերդամում, Մանուշակ իր քրոջը հյուրա եկել եւ Ռոտերդամում Սուխիշվիլի խմբի, հայտնի բալետի խմբի համերգն է Ռոտերդամում եւ պետքա տեսնվենք։ Սիրտս տրոփում է ուրախությունից։
Համարները իրար հետևից անցնում էին առանց հաղորդելու եւ այս պահը իրականում շատ հուզիչ էր։
Հուսով եմ դիտեցիք, հավանեցիք, իրականում շատ հուզումն առատ էր իմ համար այդ համերգին մասնակցելը, քանի որ Մանուշակին ասեցի նախաբանի մեջ, որ առաջ էի տեսել վերջին անգամ, երբ Կարինով համերգ ունեինք Ախալցխայում, եւ հիմա երկուսով դահլիճում նստած, երկուս էլ հուզված էինք, չստացվեց, որ իրար հետ տեսանյութ նկարեմ, քանի որ շատ ուշ վերջացավ, գիշերը ժամը 11 էր արդեն, իրենք ուշ եկան, գնացքը միտեղ ուշացում էր տվել, մի խոսքով, բայց մենք ամբողջ համերգի ընթացքում եւ դիտում էինք եւ հուզվում էինք, մի պահ իհարկե մեզ տեսակ, երբ որ ձեռքով էինք անում, բայց էմոցիոնալ առումով շատ հուզիչ էր ու հիշել էինք մեր խմբի ելույթները Ախալցխայում, դե Գագիկ Կինոսյանը որ չկա, ինքը արդեն չես կարող առանց էմոցիաների ուղակի հիշել, երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ Մանուշակին տեսնեմ Հոլանդիայում, այն էլ միասին համերգ գնանք, ու պահեր էր գալիս, երբ ինքը հիշում էր, որ ես էի բեմի վրա պարում, ու ընդհանրապես այն մարդը, ով որ անցյալում պարել է բեմի վրա, հատկապես մեր ժողովրդական կամ ազգագրական երկրի, ինձ կհասկանա, թե ինչ էմոցիաներ կարող է ունենա համերգի ժամանակ, ես ուղղակի սենց սրտի թրթիրով նստած էի, ճիշտ է, այնտեղ ավելի շատ բալետային շարժումներ էին, մեր ազգագրականը ավելի հոգով է, այդ հոգեղենությունը չկար պարերի մեջ, բայց ես իրոք շատ հուզված էի, որտեվ պարային եղանակներ կային, ընդհանրապես երաժշտության, որ շատ նման էր մեր հայկական ելևէջներին, եթե նկատեցիք, կուզեմ դուք էլ կիսվեք մեկնաբանություններում, որ անկախ քեզնից հնարավոր չի, որ մի պահ քո մեջ այդ հայկական գենը արյուն, որ ասում են, քո երակներում չշարժվի։ Համերգից հետո շատ հայեր կային, պարզվեց շատ հայեր կային դահլիճում, այդպես ծանոթացանք, շփվեցինք, նույնիսկ Մանուշակը ծանոթ գտավ այնտեղ, որ իրար հետ խնամիական կապեր ունեն Ախալցխայից, մի խոսքով, հետո իրենց այդպես հաջողություն մաղթեցի եւ տուն եկա, որտեվ արդեն շատ ուշ էր, ինչևէ, ուզում եմ այստեղ ասել, կան հանդիպումներ մեր կյանքում, որ միգուցե այդ մարդու հետ անցկացրել ես մի քանի ժամ կամ մի քանի օր, ու հետո անցնում են տարիներ, դու այդ մարդուն չես տեսնում, հետո պատահական այնպես է ստացվում, որ տեսնում ես, թվում է թե կարող է մոռացել եք միմյանց, երբ որ Մանուշակը գրեց, որ պետք է գա Հոլանդիա, մենք կապ չունեինք իրար հետ, անկեղծ ասեմ, 25 տարի անց այդպես Facebook-ով գտել էինք Գինոսյանի մահվանից հետո, ասաց հիշում ես, ինձ ասացի ոնց չեմ հիշում, ինձ էլ թվացել է երևի միգուցե ինքն է ինձ մոռացել։ Հետո սկսեցի իրան փոխանցել են հուշատողը, որ ինքը իմ այդպես նոթատետր ունեի, երբ որ երկրից գնում էի կամ ինչ-որ հետաքրքիր հանդիպումների էին գնում Հայաստանի մեջ, Հայաստանից դուրս, այդպես այն մարդկանց հետ ում հետ հաճելի հանդիպում ա եղել, հաճելի հիշողություններ կան, միշտ այդ մարդիկ մի երկտող թողնում էին այդ իմ նոթատետրի մեջ, ու ես նկարում եմ այդ հատված, ուղարկում եմ իրան, ասում եմ նայ, ասում եմ այս տողերը դու ես ինձ գրել, կարծեմ Սևակի տողերն են, եթե չեմ սխալվում, ինքը գրել էր թե տխուր ես դու արտասվիր, բայց արտասվիր միայն թաքուն, այդ պահին քեզ հանդիպողին ժպտապայծառ, գուցե նա քո կեղծ ժպիտի կարիքն ունի, թե տխուր ես դու արտասվիր, բայց արտասվիր միայն թաքուն, ու այս տողերը ինքն էր գրել, ես իրան ուղարկում եմ, նկարներ եմ ուղարկում, որ միմյանց հետ նկարվել են Ախալցխայում, ասում եմ ոնց չեմ հիշում, վայ ինչ լավ է որ գալիս ես, այսպես ինքն էլ ուրախացել է, մենք որ իրար տեսանք, սենց փաթաթվել ենք դահլիճում, նստած են համերգը արդեն սկսվել է, իրանք 40 րոպե ուշացումով մտան ներս, ես ես չգիտեմ իմ էմոցիաները ոնց արտահայտեմ, ուղղակի անպատմելի է, ես չգիտեմ, ես ինչքան էլ ուզենամ արտահայտել էմոցիոնալ առումով ինչ զգացողություններ եմ ունեցել, անպատմելի է, որ ուղղակի էդ է ուզում ասել, որ կապ չունի թե ինչքան ժամանակահատված անցել, որ իրար չենք տեսել, կան հիշողություններ, որ երբեք չի մոռացվում, ուզում է նույնիսկ 100 տարի անցնի, ես նույն ջերմությամբ իրան դիմավորեցի, նույն ջերմությամբ էլ ինքը ինձ ու դրանից քաղցր բան չկա, թերևս։ Այսպես ուրախ նոտայով էլ ավարտենք, սիրելիներս, լավ եղեք, սիրում եմ բոլորիդ և գրեք ձեր տեսակետը այս տեսանյութի, այս պարի խմբի մասին։ Կարծեմ շուտով Երևանում համերգ ունեն իրենք մայիս ամսին, եթե ունեք հնարավորություն անպայման այցելեք։ Ցտեսություն, սիրում եմ բոլորիդ, մինչ նոր հանդիպում։